5-րդ գումարման ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունն այլևս չի ուզում աշխատել։ Խորհրդարանի այսօրվա նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ 131 падգամավորներից առնվազն 66-ի ներկայություններ անհրաժեշտ, այնինչ կեսօրին 16-ն էին եկել։ Եթե վաղուց չեք խոսացել, խոսելու ցանկություն ունեք, համեցեք։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, սպասենք 3 ժամ։ 3 ժամվա ռեժիմն էլ չօգնեց, անհրաժեշտ թվով падգամավորներ այդպես էլ չհավաքվեցին։ Հարգելի տիկնակ եւ պարոննակ, սիրելի հեռուստադիտողներ, նիստը այսօր չի կայանա, կհանդիպենք վաղը ժամը 12-ին։ Ողջույն հայտուկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Անցած ողջ քառօրյայի ընթացքում հատուկենտ падգամավորներ էին հիշում օրենսդիր աշխատանքի մասին։ Ազգային ժողովի հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախորդ նիստերի տապալումը պայմանավորում էր քարոզարշավով։ Այսօր էլ հայտարարեց, թե նման պրակտիկա կա։ Ընտրություններից հետո 5 գումարման ազգային ժողովի նիստերը չեն կայանում։ Մի մասը արդեն Հայաստանում չէ, մի մասը Հայաստանում է, բայց հանգստանում է, մի մասը այլ գործի է անցել։ Մենք որ եկել ենք։ Խորհրդարանում արդեն ճամպրուկային տրամադրություններ են։ Հաջորդ ազգային ժողով չանցած падգամավորներն իրենց անձնական իրերն են հավաքում։ Բեռնվում են կաշվեպատ բազմոցներ, սեղանաթոռներ, անգամ սառնարան։ Անցած 5 տարիների ամենաակտիվ падգամավորներից մեկը ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը, որը հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի, իր հետ ուզում է վերցնել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Եռագույն դրոշ է։ Մեր եռագույն։ Այսօր նա ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց ժառանգություն խմբակցության եռագույնը նվիրել իր նորաստեղծ կուսակցությանը։ Նիստերի դահլիճում Փոստանջյանի տասնյակ խնդրանքներ մերժած Գալուստ Սահակյանը այսօր ընդառաջեց։ Մեր խմբակցության ժառանգության, որ իր խորհուրդը եւ ամբողջ գաղափարը տեղափոխեմ նոր կուսակցության գրասենյակ։ Հանրապետականը դեռ չի հայտարարել, թե նոր խորհրդարանում ով կլինի ազգային ժողովի նախագահի իր թեկնածուն, բայց Գալուստ Սահակյանն արդեն այսօր լրագրողներին հիասթափեցրեց։ Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան։ Ընտրությունների արդյունքներով հաջորդ խորհրդարանում չեն լինի Հայ ազգային կոնգրեսը ժառանգությունն օրինաց երկիրը։ Լևոն Զուրաբյանը վստահեցրեց, կոնգրեսը շարունակելու է քաղաքական պայքարը։ Ոչ ոք թող սենց ասեմ չարխայնանա, շատ ծանր վիճակ է գալիս, ոչ մի խնդիր լուծված չի, Հայաստանը կանգնած է պատերազմի եւ խաղաղության միջև ընտրության առջև, ինչ հարց են լուծել։ Իշխանության պահպանման հարցը լուծել են, ընդդիմության վերացման հարցը պարլամենտում լուծել են, որովհետեւ այսուհետեւ միայն կլինի իրենց կողմից վերահսկվող ընդդիմություն։ Ինչ գին են վճարել դրա համար։ Ավելի ճիշտ ոչ թե իրանք, այլ Հայաստանը ինչ գին է վճարել։ Անկամ այդ փայլուն դեմքերով հաղթանակած այս մեծամասնությունը, իբր մեծամասնությունը, գիտեք, շատ մեծ կորուստներ է ունենալու, բայց դրա մասին իրենք դեռ չգիտեն, իրենք դեռ երջանիկ են, իրենք դեռ կարծում են, որ լափամանը կարողացել են պաշտպանել, պահել իրենց ձեռքում եւ անպատիժ հարստանալ։ Ակխմբակցության կազմում 5 տարի падգամավոր աշխատած Լյուդմիլա Սարգսյանը 6-րդ գումարման ազգային ժողովում չի լինի։ Նրա ղեկավարած վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Ծառուկյան դաշինքի հետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում ուներ։ Այդ որոշումն այդպես էլ մնաց թղթի վրա։ Ձեր քաղաքական ծրագրերը դուք սխալ հաշվարկեցիք, ինչ եք կարծում։ Ես չեմ կարծում, որ սխալ եմ հաշվարկել։ Գիտեք, միշտ չի, որ ամեն ինչ այնպես է ստացվում, ինչպես դու պլանավորում ես։ Դե լինում է նման բաներ, բայց դա չի նշանակում, որ իմ համակրանք Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ նվազել է։ Կմոռացվեք դուք որպես քաղաքական գործիչ, ինչ եք կարծում։ Հույս ունեմ, որ ոչ։ Ես շատ դժվարությունների միջով եմ անցել։ Դրա համար հիմա կարող եմ նույնիսկ ժպիտով վերաբերվել այն փաստին, որ ես այլևս խորհրդարանում չեմ լինելու, համենայն դեպս այս գումարման։ Իշխող հանրապետական խմբակցության կազմում հաջորդ խորհրդարանում չի լինի պետաիրավական հարցերի հանձնաժողովը ղեկավարող Հովհաննես Սահակյանը, թե ինչով է զբաղվելու փակագծեր չբացեց, հայտարարեց ամեն ինչ ավելի լավ է լինելու։ Ի սկզբանե պետք է հասկանաս եւ ընդունես, որ թիմային աշխատանքը ենթադրում է թիմի կանոններ եւ թիմի մեջ քո ցանկությունները դա երկրորդվում է ընդհանուր թիմի մոտեցումներին, պատկերացումներին եւ շահերին։